Սիրելի ներկաներ եւ շատ սիրելի մելքոնյանցիներ, այսօր մեծ բադո եւ հուզման պահ է ինձի համար գանտիլ այստեղ եւ խոնարհի իմ սիրելի դպրոցին մելքոնյան կրթական հաստատության իր հիմնադրության 100-ամյակին արյունով։ Ես մելքոնյան հաճախեցի 1977-ին եւ 1981 թվականներում Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժվար տարիներում։ Այդ տարիներում Մելքոնյանը ինձի համար միայն ուսման կենտրոնը չէր, այլ ապահով դուն, ուղեցույց եւ կյանքի դպրոց։ Ես կհավատամ, որ այնտեղ ես ոչ միայն դիրացա հայրեն լեզվին, մշակույթին եւ պատմության, այլ ձևավորվեցա որպես մտածող, արժեքներով օժտված մարդ եւ գիտակից հայ։ Մելքոնյանը գերտեց իմ բնավորությունս, ամրապնդեց իմ ինքնությունս եւ օգնեց, որ 1981 թվականին շրջանավար դլամ մաս կազմելով բադվո հիշատակությամբ ավարտողներու ցանկին։ Մելքոնյանի մեջ երաժշտությունը դարձավ իմ կյանքիս կարևոր մասնիկը։ Այնտեղ զարգացավ իմ երաժշտական ճաշակն ու փորձառությունս։ Երկեցի դպրոցի երջախումբի մեջ որպես տենոր եւ իմ Մելքոնյանի վերջին 3 տարիներում եղա երջախումբին տղամարդ մեներգիչը։ Թեև երաժշտությունը իմ մասնակցությունս չդարձավ, սակայն անմնաց իմ հոգիս մշտական ուղեկիցը։ Իշնորհիվ ողորմած հորեղբորս բարոն Ստեփան Բաղչեջյանին 1986-ին ունեցա բացառիկ պատիվը մասնակցելու Կիպրոսի Մելքոնյանի 60-ամյակի տոնակատարության։ Հոն երկեցի ու թաշնամուրի վրա նվագեցի երգը նվիրված իմ սիրելի դպրոցիս։ Այդ երգս ծնավ Գարոդեն, երախտագիտութենեն եւ Մելքոնյանի նկատմամբ անսահման սերես։ Թեև այսօր Մելքոնյանի թռները դժբախտաբար բաց չեն, սակայն վստահ եմ, որ մեր բոլորին համար անկշարունակի ապրի մեր հիշողություններուն, արժեքներուն եւ հոգիներուն մեջ։ Վստահ եմ նաեւ, թե մեզ մեկ յուրաքանչյուրը իր մեջ կգրե Մելքոնյանի չահն ու լույսը։ Այս երգը զոր պիտի լսեք, իմ խոնար շնորհակալությունն է դպրոցիս։ Ես պիտի ուզեի նաեւ, որ այս երգը ըլլա իմ նվերս բոլոր հարազատ մելքոնյանցի քույրերուս եւ եղբայրներուս։ Կներեք տեխնիկական մասը միացնեմ ու հետո երկիս կետեմ։ Մելքոնյան հին օրեր հիշադար սիրում խնդրում հավիդյան Մելքոնյան Ուրվահավան հայզը լոքիան Ես միշտ կհիշեմ նու մարդության
Thank you.